ես ընդամենը մի լրացում անեմ, երբ որ ունես մոտ 3 միլիոն բնակչությամբ երկիր, դու անձամբ կարող ես քո եւ քո ընկերների միջոցով ծանոթանալ կամ տեղյակ լինել ամբողջ երկրում տեղի ունեցող պատկերին, բացի այն, որ հաղորդագրություններ մենք ստանում ենք իրավապահ մարմիններից, մենք էլ մեր աչքով, ականջով դիտարկում ենք, թե ինչ խայտառակ պատկերի մենք ականատես եղանք։ Հիմա մենք անցնենք գնանք այս ընտրությունները, ասենք դե լավ, դե ոմանց բռնեցինք, ոմանց բաց թողեցինք, ոմանց չնկատեցինք, դա մենք հիմք ենք նախապատրաստում, որ հաջորդ համապետական կլինի այլ ընտրություններում շատ ավելի մեծ ծավալների ենք բախվելու։ Իսկ գումար ընտրակաշարք ինքնաբուխ չեն բաժանում, այսինքն ինչ-որ տեղական նախաձեռնությամբ մարդիկ չեն վեր կենում ու փող բաժանում։ Այդ փողը ինչ-որ կենտրոնից հրահանգված բաժանվում, այդ կենտրոնները մասնակցում են ընտրություններին։ Եվ իմ առաջարկը ուղղակի ոչ թե քաղաքական ուժին արգելել մասնակցել միայն, այլ ընդհանրապես այդ ուժի գործունեությունը պետք է կասեցնել եւ այդ ուժի առնվազն առաջին 50 ընդգրկված մարդկանց քաղաքական գործունեությունը 30 տարով պետք է արգելվել, որ հենց իրենք նախաձեռնեն ու պնդեն, որ հանկարծ նման երևույթներ չլինի, թե չէ մենք հիմա ավելի վատ դեպքերի ենք բախվելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն առաջարկի համար, կարծում եմ առաջիկայում քննարկելու հնարավորություններ կլինեն առաջարկում։